Ինքը իր գլխու ժողովրդի անունը շահարկելով ասում է Ղարաբաղյան շարժումը փակված է։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ պատմությունը կարելի է վարչական որոշումով փակել, հասկանում եք, որ հազարավոր զոհերի արյունը կարելի է վերաձևակերպել որպես անցած փուլ, որ ազգային հիշողությունը կարելի է անջատել նենց, ոնց որ ասենք ինչ-որ մի սենյակի լույս անջատես։ Անջատողն էլ ով է, այս խամրածը։ Հիմա հարց եմ տալի նրանց, ովքեր սրա այս միտքը ողջունում են։ Եթե վաղը ձեր պատը քանդեն ու ասեն այդ արդեն փակված հարց է, դուք լռելու եք, որովհետև ստե խոսքը մենակ տարածքի մասին չի, խոսքը ինքնության մասին է։ Ինչա ինքնություն չունեք, ամեոբա եք, թե դաշտի յոնջա։ Ախր երբ ասում է փակված է, իրականում ասում է դադարեք հիշելը, դադարեք պահանջելը ու դադարեք գոյություն ունենալը որպես սուբյեկտ։ Այս քաղաքականություն չի, այս ինքնության դեակտիվացում է։ Հետո գալիս է հաջորդ շերտը, ավելի ցինիկ։ Ասում է, եթե դու դա բարձրաձայնում ես, կոնֆլիկտ ես ծրում։ Այսինքն, եթե դու արձագանքում ես քո եկեղեցու քանդմանը, դու ես մեղավորը լարվածության համար։ Լավ, ստեղել սրան սատարողներից ոչ մեկը չի ուզում մի պահ կանգ առնի։ Այսինքն, ըստ ձեր ապուշ տրամաբանության, եկեղեցին քանդողը խաղաղություն բերողը, իսկ բողոքողը սադրիչ, այդքան է ձեր ուղեղը, այդ խելքով եք ընտրազանգված ու դուք եք ձեր ընտրության որոշելու միլիոնավոր հայ երեխեքի ճակատագիր։ Այս արդեն ոչ թե քաղաքական բառապաշար է, այլ բռնության արդարացման դասագիր ու այնքան աբսուրդային տգետ մոտիվով, որ ես հավասարը գիտեք ինչի, որ օրինակ տունը